Իմ կարծիքով Հայաստանի հասարակության ներկայիս վարքը մեծապես պայմանավորված է 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններով եւ այն բավականին պարադոքսալ է։ Խնդիրը նրանում է, որ բնակչության մեծ մասը այդ իրադարձություններին մասնակցել է, այդ մասնակցածների ճնշող մեծամասնությունը դժգոհ են արդյունքներից եւ մեղմ ասած հիասթափված են, սակայն ներկայիս պասիվությունը թելադրվում է նրանով, որ կա ամրացած մի կարծրատիպ, որ թե այդ իրադարձությունները, թե հետագա զարգացումները պայմանավորված են աշխարհաքաղաքական իրադարձություններով եւ հիմնականում թելադրվել են գեոքաղաքական հզոր ուժերով։ Կոպիտ ասած, Ամերիկան, Ռուսաստանը, չգիտեմ, Չինաստանը, Թուրքիան թեկուզ Հայաստանում իրագործել է ինչ-որ պրոցես եւ իրանք են հիմա թելադրում այդ պրոցեսի զարգացումը եւ հետեւաբար ապագա զարգացումներն էլ պայմանավորված են լինելու այդ աշխարհաքաղաքական խաղացողների դիրքորոշմամբ, ինչն էլ իր հերթին դրդում է մարդկանց լինել пассив, որտեղ ինչ իմաստ ունի քաղաքացիական ակտիվություն դրսևորել, եթե մեկը ամեն ինչ որոշված է, կոպիտ ասած, կամ եթե որոշված էլ չի, որոշվելու է ոչ թե Հայաստանում, այլ այդ հզոր խաղացողների խաղասեղանին։ Իրականությունը, ինչպես միշտ, շատ ավելի պարզունակ է ու դաժան եւ մեծ առումով բարդ չի այդ իրականությունը։ Խնդիրը նրանում է, որ մեր հասարակությունը չի ուզում ոչ թե ընկալել, ես վստահ եմ գոնե ենթագիտակցական մակարդակով ընկալում են, չի ուզում ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ եթե նույնիսկ օտար ուժերի դրդմամբ ինչ-որ պրոցես է տեղի ունենում Հայաստանում, այդ միակ օտար ուժը, որ օբյեկտիվորեն իրոք ունի լծակներ եւ ամեն ձև ցույց է տվել այդ լծակները, դա Ադրբեջանն է։ Ադրբեջանն է, որ այս տարածաշրջանում եւ Հայաստանում մասնավորապես ուներ պլան եւ այդ պլանով առաջ է գնում։ Ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը, ոչ այլ խաղացողներ հստակ պլանով առաջ չեն գնացել։ Նրանք խաղացել են սիտուատիվ եւ հիմա էլ խաղում են սիտուատիվ։ Ինչ անում Թրամփը։ Թրամփը ընդամենը ուզում է, որ իր անունը շոշափվի։ Ընդ որում աշխարհով մեկ։ Սա է պատճառը, որ ամեն տեղ նա պնդում է, որ խաղաղություն է հաստատում կոնֆլիկտներում, որտեղ կամ այդ կոնֆլիկտը չի եղել, կամ այդ խաղաղությունը չի հաստատվել։ Ալիևը օրինակ դա շատ լավ հասկանում է, բոլորն են շատ լավ իրականում հասկանում եւ ով կարում է այդ առումով առաջարկ անում Թրամփին։ Նախ Սաուդյան Արաբիայի արքայազնը գնացել է ասել է 1 տրիլիոն ներդրում եմ անում Ամերիկայում։ Թրամփը իրան ընդունել է, շատ անհարմար հարցերից զերծ է պահել, զուտ որ տեղեկատվական դաշտում հնչի Թրամփի անունը որպես մարդ, ով տրիլիոնավոր ներդրումներ է բերում։ Նույնը արել է Ուզբեկիստանի նախագահը օրինակ։ Գնացել է ասել է, որ 130 միլիարդ դոլար ներդրում անելու Ամերիկայում։ Մասնե հարց առաջանում, եթե Ուզբեկիստանը կարողանար որևիցե տեղ 130 միլիարդ դոլար ներդրում աներ, երևի Ամերիկայի կարիքը այդքան չէր ունենա։ Այս մարդիկ ուղղակի հասկանում են, որ դե բան է, պետք է ասվի, Թրամփին էլ պետք է որ դա ասվի, գնում ասում են։ Բա Թրամփին մնացել է 2 տարի ժամանակ, նա չի վեր ընտրվելու, որտեղ սա իր երկրորդ սրոքն է։ Ասում են ինչ որ իրան պետք է, ստանում են ինչ որ լոյալ վերաբերմունք, շարից փորձանքից հեռու, որ անում են գնում է։ Նույնը տեղի ունենում ամբողջ աշխարհում։ Իրականում Ռուսաստանի դիրքորոշումն էլ նույնն է։ Հենց Հայաստանի օրինակով ակներև է, որ մեծ առումով Մոսկվան օքեյ է Հայաստանում տեղի ունեցող բոլոր process-ների հետ, ամենայն դեպս դրան դեմ գնացող որևէ ծրագիր չունի։ Իրանց գերակայությունը այն է, որ իրանց շեֆին խայտարակ չանեն, շատ։ Կոպիտ ասած, կա ինչ-որ ԵԱՏ-ի մի նիստին մասնակցի, եթե պետք է հեծը վերցնես վեկա, կաթողիկոս հանես հանի, թազն կգա թազի հետ կաշխատեն։ Երեկվա Մարիա Զախարովայի պատասխանը, համապատասխան հարցադրմանը դրա մասին էր։ Նա ասաց, որ նոր մենեջմենտը կգա, հույս արտահայտեց, որ հեծի նոր մենեջմենտը նույն արդյունավետությամբ կաշխատի ինչ նախկինը, դիպլոմատիկ լեզվով
դա ըստ էության նշանակում է, որ մեր համար էական չի ով լինել։ Գլոբալ թատերաբեմում իրականում բոլորի մոտ սպասողական վիճակ է։ Իմ կարծիքով բոլորը ուզում են սպասեն տեսնեն այս Չինաստանի տնտեսական բլիցկրիգը ինչով կավարտվի։ Տնտեսությունը չինացիք դրել են սուբսիդիայի վրա, այդ սուբսիդիաների հաշվին ամբողջ աշխարհում մեկ շուկաներ են գրավում, Mercedes-ի նման գիգանտին շարքից հանում են, բոլորը ուզում են սպասեն տեսնեն ինչ կլինի մի տարի, երկու տարի հետո, երբ որ այդ սուբսիդիաները կավարտեն եւ կկարողանա Չինաստանը արդյոք պահել այդ տնտեսական բլիցկրիգից արձանագրված հաջողությունները։ Հետևաբար բոլոր տարածաշրջաններում Ամերիկայի նման հեգեմոնը հետ քայլ է անում։ Եթե վերանանք գլոբալ թատերաբեմի գեր տերություններից եւ անցնենք տարածաշրջանային, իրականում մեր տարածաշրջանում կա 3 տերություն, դա Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանն է, ու քիչ թե շատ adekvat վերլուծությամբ բարձ կլինի, որ թե Իրանը, թե Թուրքիան եւ թե ինչպես արդեն ասացի Ռուսաստանը Հայաստանի տարածքում այս պահին ծրագիր չունեն, պլան չունեն, ըստ որի նրանք շարժվում են։ Միակը, ով մեր տարածաշրջանում ունի պլան, ծրագիր եւ այդ ծրագիրը իրագործում է, դա Ալիևն է։ Մեր հասարակությունը դա չի ուզում ընդունի, թեպետ դա օբյեկտիվ իրականություն է։ Եվ չի ուզում ընդունի նախ եւ առաջ իմ կարծիքով մեր առատավոր հպարտության պատճառով։ Որովհետեւ երբ որ դու պարտվում ես Ամերիկային կամ Եվրոպային կամ Ռուսաստանի հյուսած դավադրությանը, դա ինչ որ առումով պատվաբեր է, էլի թշնամիտ կամ հակառակորդը թզոր գերտերությունը։ Շատ ավելի դժվար է անցալել, որ դու պարտվել ես Ադրբեջանին, որը դու զխոսանք աշխարհի գերտերություններից մեկը չէ։ Միջդեռ դա է վկայում իրականությունը։ Օրինակ Հական Ֆիդանը ամեն անգամ, երբ որ ելնում ասում է Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորեն միայն երբ Ադրբեջանը դրա հետ օքեյ լինի, դա ոչ թե այն մասին է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ ժողովուրդ են, երկու պետություն, այլ նրա մասին է, որ Ալիևը ունի պլան, Ալիևը ասել է ախպեր ինձ մի խանգարեք։ Ու հասել է նրան, որ իրան չեն խանգարում։ Պետք էր Թրամփին խաղացում կնքել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ալիևը Նիկոլին վերցրել է, գնացել է Վաշինգտոն։ Իր ուզած Մինսկի խումբը լուծարվել է տեղում, Թրամփը ստացել է PR, Ալիևը ստացել է գոհ Թրամփ, Հայաստանը ստացել է այն, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ կարա գլուխ գովա, ասի, որ խաղացում է բերել։ Ուներ պլան, պլանը իրագործել է, հասել է նպատակին։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք պարտվել ենք Ադրբեջանին եւ որ Ադրբեջանի հետ մրցակցության մեջ որևէ գերտերության դաբրո մեզ չի փրկելու։ Եվ գերտերությունները առնվազն այս պահին եւ շատ հնարավոր է մոտակա տասնամյակներին այդ պլանը չեն ունենալու։ Հիմա հասարակությունը երկու մասի է բաժանվել։ Ստվար զանգվածը համարելով, որ այս ամեն ինչ աշխարհակաղակական պայքարը պասիվանում է, քաղաքացիական ակտիվություն չի դրսևորում։ Մի շատ փոքր մաս որոշել է տարատեսակ աշխարհակաղակական կենտրոններից դաբրում ուրալով մի բան փորձի անի։ Նույն բանը անում են թե ռուսամետները, թե եվրոպամետները, թե ամերիկամետները։ Եվրոպամետները ինչ որ արժեքների մասին են խոսում, դեմոկրատիա, բան, որ մենք Եվրոպայի հետ ինչ որ քաղաքակրթական նույն հարթակում ենք։ Իրանց բոլորին ուզում եմ հիշեցնել, որ Սիրիայի ներկայիս նախագահը Ջեփհաթ ալ-Նուսրա ահաբեկչական կառույցի ղեկավարն է, ով ժամանակին ուղիղ եթերով մարդկանց գլուխ էր կտրում։ Հիմա այդ նույն բանը նա անում է արդեն միջնորդավորված, իր զինվորներն են անում։ Հիմա բայց դա չի խանգարում ոչ ամերիկացիքին, ոչ եվրոպացիքին այդ մարդուն ջերմորեն ընդունել, պնդել, որ նա ժողովրդավարական բաստիոն է մերձավոր արևելքում եւ որևէ խնդիր իր այդ չունեն։ Այսինքն այդ քաղաքակրթություն, այդ արժեքային համակարգ, այդ ամեն ինչը մեծ առումով ֆուֆլո է։ Կա ռեալ պոլիտիկ։ Ռեալ պոլիտիկում եվրոպացիք նույնպես սպասում են տեսնեն աշխարհը ինչ է լինելու։ Իրանք պլան չունեն։ Եվ հետեւաբար փորձում են հարաբերությունները պահեն թե Սիրիայի ահաբեկչական կառույցի ղեկավարի հետ, թե Հայաստանի։ Դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի
ցանկացած ահաբեկչական գործողություն որևիցե արձագանք չի գտնում եվրոպացի մարդասերների մոտ։ Ստեղծված իրավիճակում այն մարդիկ, ովքեր իրոք ուզում են Հայաստանին շանս տալ գոյատևելու, պետք է հասկանան, որ կա 3 միլիոնանոց մարդկանց խումբ, որոնք այս կամ այն պատճառներով ինքնագերեվարվել են։ Իրանք գերի են դարձել սեփական կարծրատիպերի, սեփական բարդույթների եւ սեփական մեղքերի, որոնց չեն ուզում ապաշխարեն։ Այդ մեկ։ Երկրորդը, նույնիսկ եթե գտնվեն մարդիկ, ովքեր որ պատրաստ են ազատվեն սեփական շղթաներից, այն շղթաներից, որոնք իրանք են իրենց գաղափարել, այդ մարդիկ պետք է աշխատեն պարտիզանական տրամաբանությամբ։ Իրանց մարտավարությունը պետք է լինի ներկայիս օկուպացիոն ռեժիմի գործունեությունը սաբոտաժի ենթարկել պարտիզանական պայքարի կանոններով, որովհետև եթե կա դաբրո, որով Հայաստանում կարաս ինչ-որ գործողություն անես, այս պահին այդ դաբրոն տալիս է մենակ Ալիևը, ու այդ դաբրոն ինքը տվել է Նիկոլին։ Հիմա, եթե գրեհկության աստիճանի պրագմատիկ նայենք իրավիճակին, կամ պետք է հայտնվի մեկը, ով Ալիևից կխլի Նիկոլի դաբրոն, այսինքն կլինի ավելի լավ Նիկոլ, քան Նիկոլն է, որը բնական է Հայաստանին ոչ մի լավ բան չի սուլի, կամ պետք է շարժվի պարտիզանական պայքարի կանոններով, որպես գերակայություն ունենալով մեր ինքնագերեվարված ժողովրդին ազատագրելը սեփական շղթաներից։